մի անգամ մի կին եկավ Սպենդիարյան դպրոց, կարելի է, խնդրեմ, ով եք, ես Երաշե Չարենցի դուստերն եմ, փշաքաղվեցի մի րոպե, ինձ թվում է, որ Չարենցի ռոյալը մեծ, Ամերիկային, այս դպրոցում է, կարող եք ինձ օգնել մի հատ նայենք, Սենց հիշողության մասի հին ռայալներից ով ատենց հին ոչի ավելի նոր գնացինք մի դասարան, ասում ոնց պետք է ճանաչեք, ասում եթե բացեք կապարիչը, ներսից խազ կա սենց, են որ բարձրացնում են չէ, որ փայտը ինքան են տալու, հա, քերված է, բարձրացրեցինք վազը, այդ խազը տեղում էր, վայ այդ կինը ընգավ է դաշնամուրը, նեն ծեր լացերնում չեք կար պատկերացնել, հետո զանք տվեցի մի ինստրուկցիան, մի վաղթը խարաժաններ, մարատը, ասի մարտալության չենց բանա, ասի մի հատ ռոյալ տվեք, ես տանք տուն թանգարանին, Չարենցի թող գնա իրա, վերադարնա իրա տունը։ Նվագել է Չարենցը։ Չի դեմ, ունեցել է, չի դեմ, կարող նվագել են, կարող սովորել են, կարող ստացել է ժառանգություն, չգիրեմ, Ամենևս դրալ գնաց վերադարձավ իրա կոնֆիսկացրել էին, չէ, այդ բոլոր իրա 37 գնդակարել են կոնֆիսկացրել, ռայալի երևի առաջի հերթին, ու տվել են Սպենդիարյան դպրոցում, որտև այդ տարի երևի ինքը ամենասոց ճանաչված դպրոցներ։ Այդ որ թվականին էր։ Այդ մոտարապես ես եկա 84-85 Ինչ հետաքրքիր։ Արդեն տնօրենն էի։ Հիշում է տարա իրան այդ շենյակը։ Ինչ հետաքրքիր։ Շատ հուզիչ տեսարան էր, երբ որ ինքը տեսավ։ Արտակինը ճանաչեց, բայց միջև այդ խազը չտեսավ։ Որպես ապացույց եղավ։ Արդեն ինքը իրան կորցրեց, չէր կարող, լաց եղավ սարսափելի։ Կարող է ինքն էլ նվագել այդ գործիքի վրա, դրա համար իր համար։ Կարող սովորել է, ինչ իմանա։ Չարենցագետները կիմանան, ես էլ չգիտեմ։ Իմ տեղակալն է Հակոբ մի հատ բացառատեսնենք ինչ ենք առել երաժշտական գործիք, մանր պետք չի տամ, ֆլեյտա եւ դաշնամուր եւ ռոյալներ։ Ասեց մի քանի րոպեից բացեց այդ արխիվները, մի րոպե շատ աշխատասեր ու շատ ակուրատնի մարդ էր, ասեց 444 հատ ռոյալ ենք բերել Հայաստան եւ 1260 դաշնամուր։ Երևի երաժշտական դպրոցներից շատերում մինչև հիմա օգտագործում են հենց այդ գործիքները։ Որտե մտնեք այդ տարիների ռայոները կանած են, այն հները սաղ բանարեցինք, այն հնավոճ կա, կլոր բաներով գիրեք, ոտքերով բաներով, բեկերը բանը կամաց դա վերացրեցինք, մտածեցինք այդ դպրոց ոնց բանանենք, երբ որ եկա Սպենդիարյան դպրոց, այնտեղ ինձ օժիտ տվեցին, մի ինստրուկցիոնը մի 22 հատ ռայալ բերեցի 40 օրում, տարբեր գործիքներ, հիմա սաղ շարել են ներքև, եկել եմ արդեն տնօրեն դառնում, չգիտեմ, ով պիտի այսքան բան բացի, բարձացնի, մեկ ասեց, լսի, արի զանգ տանք զինվորական մասեր, բոլոր բան ունեն, մշակույթի դահլիճներ ունեն, բաներ ունեն համերգային, արես հին ռայալները նվիրենք զինվորներին, շատ կարող են լավ ընդեղ նվագել, համերգներ անցկացնել։ Մասնագիտական չի իրենց համար։ Հա, իրանք էլ գան մեզ օգնեն այս գործիքները բարձրացնել։ Սենց մի քանի բանից եկան զինվորները, մենք նվիրեցինք այդ զինվորական մասերի այդ հին գործիքները, իսկ դրանք էլ օգնեցին, սա բարձրացեցին, շարեցին այդ դասարանները մեր այդ նոր ռայալներ, հատկապես ծանր էին շատ։ Ես զգում եմ, որ երաժշտությունը թվում է չեն նեղանա մյուս բնակավարների ընկերները, երաժշտությունը իսնում է թակույն արվեստների, որտեվ երաժշտությունը բոլորն է լսում, ուզում է ինչ տեսակի, ուզում է ջազ լինի, ուզում է էստրադա լինի, ուզում է ժողովրդական լինի, ուզում է դասական լինի, չկա մարդ, որ ինչ որ մի ձևով կապված չլինի երաժշտության հետ։ Իսկ ինչ վերաբերում ասեն գեղարվեստին, կարող է դժբախտաբար, կարող է գտնես մի մարդու, ասես ով է Մարտիրոսյանը, չպատասխանի այդ հարցին։
Իսկ երաժշտությունը կարող նոր Արամ Խաչատրյան հաստատ բոլորը կասեն, ով է, եւ երաժշտության հետ միշտ բան են, որտեվ իր ամենուր է երաժշտությունը, տանը երաժշտությունը, հարսանիքը երաժշտությունը, նույնիսկ թաղումը էլի երաժշտությունն է։ Ժամանակին հիշում եք բանովեն չէ հիմա էլ դնում շարականները տխուր երաժշտություն դասական էլ են դնում Մոցարտել են դնում եւ մի խոսքով երաժշտությունը առանց երաժշտության ինձ թվում է մարդ չկա աշխարհի երեսին որ կարողանա ասի որ ես երաժշտությունից ոչ հեռու մարդ եմ գոնե լսում են ինչ վերաբերում դասական երաժշտությանը կարծում եմ որ պետք է ասեմ, որ Հայաստանը բացառիկ երկիր էր սովետական միությունում, այդ իմաստով։ Երբ որ ես դառա այդ վարչության պետ, Հայաստանը գործում էր 56 երաժշտական դպրոց, 12 տարում, իշնորհիվ մեր նախարարների, այնտեղ Կամոդումյաններ, հետո Պարսամյանը, գիտության դոկտոր էր, նրանց օրոք Եվ Մոսկվայի բավականին բարի ներդրումով համաձայնությամբ Հայաստանը բացեցինք ուղիղ 100 դպրոց կրկնակի ավելացավ դրանց մեջ ուրեմն ավարտեցինք երաժշտականները բոլոր շրջկենտրոններում մեծ գյուղերում եւ անցանք արվեստի դպրոցների երաժշտական եւ գեղարվեստ Հետո առանձին գեղարվեստի դպրոցներ բացեցինք շատ տեղերում։ Մի խոսքով բավական մեծ լուսավորության շրջան է եղել։ Հա, Մոսկվան լավ ֆինանսավորում։ Դե Մոսկվայում փոքր պետություն է, այդ գումարը այդքան մեծ չէր էլի։ 1 միլիոն տային կամ 2 միլիոն։ Ես կարծում եմ միշտ չի որ գումարի խնդիրն է, այլև կարևորելու։ Այո։ Դե պետք է ասեմ, որ բոլորն էլ ոչ մեկը չէր խանգարում, շատ մեծ բան էին, այսպես օգնություն էին ցուցաբերում։ Երաժշտությունը ձեր կյանքում ինչ տեղ ունի։ Երաժշտությունը իմ կյանքի իմաստն է եղել, կյանքիս ամբողջ զբաղմունքը եղել։ Ճիշտ է, մի 30 տարի ես մանկավարժության հետ զբաղվել եմ եւ վարչական աշխատանքով։ 3 տարի եղել եմ Սարեջյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, այնուհետև եղել եմ 13 տարի մշակույթի նախարարության էլի վարչության պետ ուսումնական հաստատությունների էլի զբաղվում էր երաժշտական արվեստի գեղարվեստի դպրոցներով դրանից հետո 15 տարի Սպենդիարյանի դպրոցն եմ ղեկավարել խոսքով բայց երբեք չեմ թողել մանկավարժությունը միշտ աշխատել եմ կամ Ռոմանոս Մելիքյանի ուսումնարանում կամ Սպենդիարյանի դպրոցում կամ Չայկովսկու դպրոցում կոնսերվատորիայում միշտ